Ողջույն 24-ի եթերում հետագիծն է ես Նարեկ Գալստյանն ու այս պահին ես հյուրընկալել եմ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին։ Պարոն Ասլանյան, ողջունում եմ։ Բարի երեկո։ Եվ շնորհակալ եմ շատ հրավերից ինձ շնորհակալ հրավիրելու համար։ Պարոն Ասլանյան, այս Գյումրիի ամբողջ կրքերի մեջ անընդհատ տեղի եւ անտեղի խոսվում էր Վանաձորյան սինդրոմի մասին։ Այսինքն մեկը մյուսին սպառնում էր, ասում էր այ կտեսես, որ սենց չանես, վերջում Մամիկոն Ասլանյանի օրն ես ընկնելը։ Դուք այդ առումով որոշակի առումով սիմվոլ եք դարձել, թե ինչպես կարելի է հաղթել համայնքապետի ընտրություններում եւ այնուհետեւ քրեական գործով հայտնվել կալանավայրում, հա։ Հիմա գալով Գյումրիի իրավիճակին, տեսեք, Երևանում BNPC էйֆորիա էլ չասեմ, քննարկում բուրըն, անվանարկումներ, վիրավորանքներ Facebook-ում, մյուսը եւ այլն, որ տպավորություն է, թե համապետական ճակատագրական իրավիճակից ենք մենք կախված։ Իրականում դուք աշխատել եք երկար ժամանակ համայնքապետ, անկախ նրանից այսօր Գյումրիում ով կլինի վերջը համայնքապետը, վերջում, սա կարող է ունենալ համապետական էֆեկտ, կամ ընտրական գործընթացի վրա հետագայում ազդեցություն ունենալ, կամ իշխանության դեմ այսպես դրոշակակիր դառնալ եւ այլն եւ այլն։ Նախ շնորհակալություն եւս մեկ անգամ ինձ հրավիրելու համար։ Բնականաբար մեր այս խոսակցությունն ու պայմանավորվածությունը շատ ավելի վաղ էր հենց Գյումրու ընտրությունների հաջորդ օրվանից սկսած եւ մեր ակնկալիքները նաեւ ինչ որ տարածության ու օդում կախված այդ լուրերը սպառիչ դառնալուց հետո ենք որոշել հանդիպել, բայց ամեն դեպքում մեր հանդիպումը կարծում եմ պրոդուկտիվ է, որովհետեւ ինձանից եթե ոչ ավելի լավ, ապա գոնե առաջի եռյակում թիմ ընտրությունների հետ կապված ես եւ փորձով եւ փորձություններով ունեմ որոշակի անցած ճանապարհ ու ինձ համար շատ ավելի տեսանելի է թե խորքային, թե մակերեսային, թե այդ մթնոլորտային առումով ինչ է կատարվում եւ ինչ է կատարվել Գյումրիում լավ է որ Վանաձորյան օրինակը սինդրոմի տեսքով բերվում է նո մի քիչ բացական ֆոնի վրա լավ կլիներ որ բերվեր Վանաձորյան սինդրոմը եւ Գյումրու վրա կիրառվել հաղթելու այդ սինդրոմի օրինակով որովհետեւ այն ինչ 21 թվականի արժանտրություններից հետո Վանաձորի ժողովուրդը իր քվեով արձանագրեց այդ իշխող կուսակցության պարտությունը այո ԿՊ-ի պարտությունը Վանաձորում երբ որ արձանագրեց մեր ժողովուրդը դա պիտի փարոս եւ նմուշ հանդիսանա իսկ Գյումրիում գիտեք եթե մենք վերացարկվենք ընդհանուր Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակից քաղաքական լարվածությունից մեր երկրի հետ տեղի ունեցող արտաքին ներքին մարտահրավերներից ապա Գյումրու ընտրությունները ինչպես նաև այլ համայնքների ընտրություններ կարելի է դասել կլասիկ համայնքային ընտրությունների ֆոնի մեջ այսինքն դիտել որպես զուտ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ, ավականու ընտրություններ, բայց քանի որ այս իմ թված բոլոր կրիտերիաները, բոլոր այդ երևույթները, որոնք տեղի ունենում վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում, այդ ֆոնի վրա օպոզիցիոն դիրքավորումից հանդես եկող ցանկացած տեխնացուի արձանագրած հաջողությունը դա ինչ որ իր էֆեկտը նաև ունենում է քաղաքական դաշտի վրա։ Ես չէի ասի թե այդ էֆեկտը ինչ որ տեկտոնական էֆեկտ է, այսինքն ինչ որ քաղաքական լուրջ գեներացվող պրոցեսի ակնկալիք կարելի է ունենալ այդտեղից, բայց ամեն դեպքում եթե նույնիսկ այդ գնդակ ես արձակում եւ այդ գնդակը կպնում է վիրավորվողի մարմնի այլ մասին, միևնույնն է գլխի մեջ ինչ որ բան փոխվում է։ Այսինքն երբ որ մենք չենք կարողացել նկատի ունեմ մենք, այսինքն ժողովուրդը արձանագրել ջախջախից վերջնական հաղթանակ, միևնույնն է իշխանության գլխում ինչ որ բան փոխվում է, երբ որ ինքը հասկանում է, որ վարվել է սխալ, ես իմ բազմաթիվ ելույթներում, հարցազրույցներում նշել եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ չի կարելի ունենալ նման
արհամարհական վերաբերմունք, որովհետև ամեն դեպքում ինչքան էլ վարչական լծակ կիրառվի, ինչքան էլ որ մարդիկ ցանկանան իշխանությունների աշկից չընկնեն, ինչքան էլ որ ուզենան իրենց համար ինչ որ շահութաբեր, չգիտեմ, շահեկան դիրքերում կամ իրենց այդ նպատակներն իրականացնելու համար իշխանության հետ թեկուզ չուզելով, թեկուզ ուզելով համագործակցել, միևնույնն է ժողովրդի միստվար զանգված, այնուամենայնիվ իր ներքին էներգիան միշտ ուղղելու է ընտրությունների ժամանակ իշխանություններին հակառակ։ Ինչը մենք տեսանք արձանագրվեց նաև Գյումրիում մեծ առումով, եթե համարում ենք, որ բացի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրա հետ աֆիլացվող որոշակի ուժեր մնացած բոլոր տեխնացուները կամ ավականու թիմերը գործում էին գործող իշխանությունների դեմ եւ արձանագրել են որոշակի հաղթանակի մակետ։ Բայց պարոն Ասլանյան, հաղթանակի մակետը հիմա տեսեք, այս անընդհատ նայում ենք Մարտուն Գրիգորյանը պիտի խոսի, Վարդան Ղուկասյանը այսպես, անընդհատ այդ հիմա այդ բանն է տեղ ունենում։ Եթե հիմա վերանանք մի պահանջից, ով ում պետքա ձայն տա, ինչ պետքա տա եւ այլն, արդյունավետ կառավարում առաջինը որևիցե համայնքապետ ունենալով այս փոխհարաբերությունները, այս լարվածությունը, այս կոնսենսուսի բացակայությունը, անգամ եթե ձայն տան ուղղակի անցնելով ապահովել հնարավոր է, որտեղ թիմը մի քիչ այլ բան է, էլի այնուամենայնիվ։ Այդ տեղի ունեցող պրոցեսները ունեցած ունեն երկու շերտ։ Եթե մենք նայում ենք ընդհանուր համապետական քաղաքական ֆոնի վրա, մենք վերացարկվում ենք Գյումրու համայնքային կառավարման պրոցեսներից, այսինքն մենք արձանագրում ենք Գյումրիում չապրող, Գյումրու կառավարմանը չմասնակցող, այդ կառավարման պտուղները ապագայում չզգացող մնացած Հայաստանի Հանրապետության ակտիվ պրոցեսներին հետևող քաղաքացիների համար դա հաճելի է, երբ որ օպոզիցիան արձանագրում է հաղթանակ։ Եթե մենք գալիս ենք Գյումրու կառավարմանը բուն, Գյումրու կառավարումը այդ կոնտեքստում արդյունավետ լինել ըստ էության չի կարող, եթե թիմերը, այսինքն միավորված թիմ չի ղեկավարում համայնքը։ Այսինքն մի ցանկով կամ կոալիցիայով պայմանական։ Կապ չունի ցանկ, այստեղ խնդիրներն են նույն գաղափարի շուրջ համախմբված համայնքի զարգացման ուղղված գործողություններ իրականացնող միասնական ստրատեգիայով աշխատող թիմ, միևնույնն է, այդ թիմերը այս կամ այն քաղաքական վայրիվերումների ժամանակ փլվելու են։ Եթե նույնիսկ հայտարարություններ լինեն, որ միանում ենք կամ չգիտեմ սատարում ենք կամ կրում ենք հավասար ինչ որ օպոզիցիոն մի տեխնացուի հետ կառավարման պատասխանատվությունը, միևնույնն է, եթե նախապես այդ ճակատը ձևավորված չի Գյումրու կառավարման տեսանկյունից, այդ արդյունավետ կառավարումը լինել չի կարող։ Ես հլա անդրադառնում եմ գործադիր կառավարման, այսինքն հողի վրա Գյումրու համայնքում իրականացվող գործողություններին։ Ես հլա չեմ անդրադառնում քաղաքական ենթատեքստին դրան նույն Գյումրու ավականու մեջ, այսինքն եթե նույնիսկ այսօր որոշակի ուժեր, ովքեր որ օպոզիցիոն միասնական տեխնացուի շուրջ համախմբվեն միայն ընտրություն կազմակերպելու համար, այսինքն ձայն կտան, բավարար, որպեսզի ինչ որ մեկը տվյալ դեպքում այսօրվա առաջադրված կամ այդ շրջանակների կողմից ներկայացվող, ասենք, տեխնացուն Վարդան Ղուկասյանը, եթե միայն բուն համայնքի ղեկավարի ավականու նիստի ընտրությանն է վերաբերում, այսինքն մնացած գործողություններում, այդտեղ ավականու նիստերի հետ կապված են խնդիրները։ Ուստի ես կարծում եմ, եթե պիտի օպոզիցիան արձանագրի իր հաղթանակը համայնքի կառավարման պատասխանատվությունը վերցնելիս, այդտեղ ավելի խորքային կոնսոլիդացիա է պետք։ Այսինքն զուտ ձայն տալ համայնքի ղեկավար ընտրել, այդպես չի ստացվի։ Ես նաև այդ 16 թվականի մի քիչ դետալով թերահավատեմ, որովհետև եթե հաշվի առնենք այդ երկու այսպես ընտանիքների ու միջավայրների փոխհարաբերությունները, այդ խորքային կոնսոլիդացիան էլ դժվար է լինելու ապահովել։ Գիտեք, ես չեմ ուզում մտնել անձնական, ես գիտեմ այդ անձնական հարաբերությունները դեռևս տասնյակ տարիներ, ես ավելի խորը գիտեմ եւ ես շփումներ ունեմ բավականին մտերմիկ տարբեր կողմերի հետ, անձնապես ճանաչում եմ եւ Մարտուն Գրիգորյանի ընտանիքին, որոշակի կապեր կան նաեւ
Վարդան Ղուկասյանի շրջապատի հետ, բնականաբար ես հասկանում եմ, այստեղ խնդիրն է, թե իրենց ինչն է միավորելու։ Արդյոք միավորելու է դա, թե չէ։ Իմ մոտ էլ կան այդ սպասումները, թե ինչ հանգուցալուծում է ստանալու այս ամեն դեպքում այս թնջուկը պիտի իր հանգուցալուծումը ստանա։ Ուղղակի այդ սպասելիքները պիտի լինեն ռացիոնալ, այդ սպասելիքները պիտի լինեն ոչ էյֆորիկ, այդ սպասելիքները պիտի լինեն համբերությամբ ուղեկցվող, ես կարծում եմ, ես էլ առաջ 2 օրը սրտատրոփ ասում էի հիմա կլինի հայտարարություն, գիտեք, պիտի լինի դիալոգ, ես այդպես եմ կարծում, առանց դիալոգի որևէ կոմպրոմիս հնարավոր չի, այսինքն ամենը անջատ հայտարարություններ անելով կամ չանելով, այդտեղ լուրջ ինչ որ խմորում դրական առումով չի լինելու, այնպես որ կարծում եմ, եթե լռությունը Մարտուն Գրիգորյանի կապված է հենց դիալոգի ապահովման համար, ապա համբերությունը այստեղ կյանք է եւ կարելի է համբերել եւ սпасել։ Իդեպ նաեւ ես գրեթե համոզված եմ, որ ինքը չի կարող այնպիսի գործողություն կատարել, որ օգնի կամ իրեն օգնեն իշխանությունները, այսինքն համագործակցության դառնա, էլի կամ ԿՊ-ով դառնա, ինքը կամ ԿՊ-ն դառնա, որևէ բայց նկատել եք, չէ՞ որ իշխանությունները հին հայերեն ասած շախի են գցում։ Դե բնականաբար այսօր իշխանությունները իրենք հետ են քաշվել ճակերտներով եւ ընդունել են այդ կրակը թեժացնելու, ասենք, ստրատեգիան, բնականաբար թասիբի են գցում, շախի են գցում, բա ոնց կլինի, բա ինչ կլինի եւ այլ եւ այլ, կարծես իրենք կամ Մարտուն Գրիգորյանի մասին են մտածում կամ ինչ որ Վարդան Ղուկասյանի կամ մնացած ուժերի, երբ որ դուք հաղթեցիք Վանաձորում, առանձին առաջին տեղ վերցրեցիք, 50+1 չվերցրիք, բայց առաջին տեղ վերցրիք։ Նիկոլ Փաշինյանը լավ հիշեցրիք, նույնպես շնորհավորեց եւ ասաց, որ տեղի է ունեցել ընտրությունները, ժողովրդավարությունը պիտի եւ այլն եւ այլն։ Կարճ ժամանակ անց դուք հայտնվեցիք քրեակատարողական հիմնարկում այդ հայտնի մեղադրանքով։ Հիմա իշխանությունը այստեղ էլ Փաշինյանն էլի գրեց, շնորհավորեց, էս արեց, այն արեց, բայց ուզում եմ հասկանամ ես ճիշտ տպավորություն եմ, որ ինքը հետաքաշվել, տեսին թե ինչ հանգուցալուծում ա լինում եւ շատ հավանական է, քանի որ այս գործելավոճը առաջին անգամ չի, միայն Մամիկոն Ասլյանի պարագայում չի, մյուսների վրա քրեական գործեր հարուցվեցին, ուղղակի մեկը նստեց, մեկը չնստեց պայմանական ասած։ Ու շատ հնարավոր է, եթե տեսնեն, որ կա իրենց համար բացասական որևիցե բան, սկսվի արդեն քրեական գործերի շղթան։ Փաշինյանի կառավարության կամ Փաշինյանի որդեգրած թիմ քաղաքականությունը ինչ որ շատ մանևրելու տեղեր ունի։ Հետևաբար այսօր կանխագուշակություն անել թե ինչ ճանապարհով շարժվի, ինքը ահագին մանևրելու դաշտ ունի։ Նախ մեր ընտրություններին, Գյումրու ընտրություններին մասնակցող ուժերը բացի դիտորդներից ու լրագրողներից տենց մեծ աժիոտաժ չեն բարձրացրել, օրինակ ԿՊ-ի տարած 36% վերաբերյալ եւ մասնակցության բարձր թվի վերաբերյալ որևէ լուրջ վերլուծություն չկա, թե այդ ոնց է ստացվում, որ ասենք մի 10,000 մարդ ավել է մասնակցում նախորդ ընտրություններից կամ սպասումները շատ էին, տեխնատուները ուժեղ էին։ Տեխնատուները ուժեղ էին, դա կարող է ունենալ 2-3,000 մարդու ակտիվ մասնակցություն։ Ես ակնարկում եմ, որ ավելի շատ իշխանությունները հիմա լռում են, որովհետև մարսում են ինչ որ կազմակերպված մեխանիզմի արդյունքները, այսինքն իրենք նախորդ 21 թվականի ընտրություններից մոտ 10,000-ով ավել ձայն են տարել Գյումրիում։ Ու դա իրենք կարծում են կատարել են փորձարկում, դա իմ ենթադրություններն են, անկեղծ ասած, դա իմ ենթադրություններն են, ես մի քիչ ավելի սուր աչք ունեմ ընտրությունների մասնակցության, ժամի, կազմակերպվածության եւ այլնի վերաբերյալ, իմ ենթադրությունն է, դա իմ պնդումը չի, ես կարծում եմ ուղղակի իշխանությունները ինչ որ մի փորձարկում են արել, որը իրենց մոտ ստացվել է, ոչ լրիվությամբ է ստացվել, բայց այնուամենայնիվ ստացվել է։ Երկրորդը, երբ որ խորքային էլի ուսումնասիրության ենք ենթարկում քվեների բաշխման, մենք տեսնում ենք, որ Գյումրիի տարբեր տեղամասերում հիմնականում մեր միասնական, սենց ասեմ, միասնական ընդդիմադիր տեխնատուները յուրաքանչյուրը ամենաշատ առավելագույն ձայները տարել է իր
թաղամասում, այսինքն այնտեղ, որտեղ բնակվում է, բայց իշխանության տեխնացուն շեշտակի անգամ ավել է իր բնակության վայրում տարել, քան մյուս տեխնացուները, համամասնությունն եմ ես ասում, ոչ թե նա քիչ տա։ Որ այդտեղ երկու ունտրատեղամասում էլ արդեն անգիր հիշում ենք 30-69-30-70։ Այո, ուզում ասեմ, այդտեղ աժիոտաժ կար, մի քիչ կազմակերպված վարչական ռեսուրսի կոնսոլիդացիա կար եւ ի պատիվ նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող, մասնավորապես հիշում եմ Հայաքվեի ժողովրդին, մեր լրագրողները շատ օպերատիվ աշխատեցին, ամեն դեպքում այդ արձանագրումները կարելի անել հետագա պրոցեսները ավելի խորը հասկանալու համար, իսկ թե միասնական էս ճակատը իր պրոդուկտը ինչպես կարձանագրի, դա վանաձորյան սինդրոմի կվերածվի, թե Ստամբուլյան սինդրոմի կվերածվի, թե Ստոկհոլմյան սինդրոմի, երբ որ զոհին է սկսում, քեզ քո նկատմամբ բռնություն օգտագործողին է սկսում ինչ-որ սիմպաթիա տածել։ Ես չեմ կարողանում այս բանին ասել։ Ես ուղղակի հիշում եմ Վլաստ իզաշիրոնն է, չեք կարող ասենք ինչ ուղղությամբ։ Այո, բայց ես ուղղակի հիշում եմ, որ մեկը ասում էր, որ երբ որ Մամիկոն Ասլանյանը տեխնացությունը դրել էր Վանաձորի ընտրությունում եւ արդեն պարզ էր, որ պիտի հաղթեր, ԿՊ-ականների մեջ խոսակցություն կար, որ Աստված վերոյցի ներքև Մամիկոն Ասլանյանը չի դառնալու Վանաձորի համայնքապետ, դիրքորոշում կար։ Կարծես թե հիմա երկրորդ անգամ եմ դա լսում, որ Աստված վերոյցի ներքև Վարդան Ղուկասյանը չի դառնալու համայնքապետ, էլի այդ շրջանակների խոսակցությունն է։ Ու դրա համար եմ հարցնում, էլի, այսինքն ինչպիսի մանևրելու տեղեր ունի իշխանությունը, որը մինչև այսօր իդեպ գնահատական բացի Փաշինյանի գարումից չի տվել ընտրությունների եւ հետագա ինչու իրավապահ մարմինների ձեռամբ որոշակի նաև իշխանական որոշակի падգամավորների ինչ որ խոսնակների բերանից շուրթերից հնչել են որոշակի իրավական պրոցեսների, որոշակի չգիտեմ քրական գործ հարուցեց Վարդան։ Դե հա, այսպես ասեմ էլի, որպեսզի իմ ընտրության ֆենոմենը, իմ ընտրության երևույթը մի քիչ ավելի հասկանալի լինի, ես այդ բոլոր խոսակցություններին ես ոչ միայն տեղյակ եմ, այլ նաև մասնակցում եմ, երբ իմ նկատմամբ այդ ողջ ռեպրեսիվ մեխանիզմները տեղի ունենում, դա իմ ներկայությամբ էր տեղի ունենում եւ իմ արչեւ դիլեմա է, ասենք, դա իմ ընտրությունն էր ուղղակի, ես ուղղակի գտնում էի, որ այդ ընտրարշավի, այդ քարոզարշավի եւ ընտրության այդ տվյալ արդյունքների պայմաններում ես չեմ կարող խախտել իմ ու հասարակության, իմ ու Վանաձորի ժողովրդի էլեկտորալ օթում եղած պայմանավորվածություն, այսինքն այդ մարդիկ ինձ ձայն են տվել, ես այդ ձայները չէի կարող կներեք շռայլորեն այս ու այն կողմ բաշխեի կամ հետ քաշվեի, չգիտեմ ինչ, ես գրեի դուս գայի, չգիտեմ ի վավականու հետ ինչեր ասես կկատարվեր, բայց ԿՊ-ն վերջը կունենար իշխանություն։ Հա, գոնե ինչ չէին կալանավորի, ես էլ եմ ասում, գուցե դա այդ ցավը, որ պատճառվել է ինձ, դա զուտ իմ անձնականն է, ես այսինքն ուրիշին վնաս չեմ տվել իմ կալանավորվելով, բացի իմ ընտանիքին, իմ մտերիմներից, հետեւաբար դա իմ ընտրությունն է եւ այստեղ էլ ցանկացած մեկը այսօր իր կյանքի ցանկացած գործողությունը կատարում է ընտրությամբ, այսինքն եթե մարդը ունի ընտրության լայն հնարավորություն, ինքն է արդեն ընտրում, ինքը ինչ ուղղությամբ շարժվի եւ դրա հետևանքները ինչը կլինեն։ Ես պատկերացրել եմ հետևանքները, ոչ ժամկետները, բայց հետևանքները պատկերացրել եմ, իմացել եմ եւ դա իմ գիտակցված ընտրությունն է եղել, ես այլ ելք չեմ գտել, քան Վանաձորի ժողովրդի տված քվեն չհանել աճուրդի, այլ իմ առողջությունը եւ իմ ազատությունը դրան զոհաբերել։ Ընդդիմադիր համայնքապետ լինել, նորից վերադառնալով Երևանյան սպասումների։ Երևանում կար որոշակի սպասում, ես կարծում եմ կան ինչ որտեղ նաեւ արհեստականորեն բարձրացված, որ Գյումրիով սկսվելու է քաղաքացիական պայմանագրի հեռացման գործընթացը։ Եթե Գյումրիում ընդդիմությունը հաղթեց, այդ ալիքը գալու է դեպի Երևան։ Հիմա այդ ալիքը չեկավ Երևան, դեռ այս պահին հələ հայտի չի թե ալիքը ուրա գնալու։ Հարցը ինչու՞մն է, ընդդիմադիր համայնքապետը ընդհանրապես, այսինքն ընդդիմության կողմից ընտրված կամ ընդդիմության հայացքներ ունեցող, ինքը զուտ գործառույթային տեսանկյունից համապետական պրոցեսների վրա կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ։ Գործառույթային ես դրան չեմ ասի, քաղաքական պրոցեսների վրա, եթե քաղաքապետը գործում է
սահմանադրության երկրում գործող օրենքների համապատասխան ըստ էության չի ունենա, բայց եթե ասում եք ալիք Գյումրու ընտրությունները կամ Վանաձորի ընտրությունները, դրանք ալիք չեն, դրանք ականներ են։ Այսինքն դրանք մանր գործողության ականներ են, որոնք ժողովուրդը դնում է իշխանության մեսիջ է ուղարկում իշխանություններին, որ դուք ունեք խնդիր, որ դուք այլևս չունեք վստահություն համայնքներում, եթե ձեր հույսը գյուղերն էին, ինչ որ մարդիկ էին, ովքեր իրեն հողին կպած, իրենց օրվա աշխատանքով ապրող, դուք այստեղ չունեք վստահություն։ Իսկ թե ինչ որակի ընդդիմություն լիդերներ են մասնակցում, դա կարող է առաջացնել, ասենք այդ ձեր ասած ալիքը եւ թե ինչ կոնֆիգուրացիայով, դա էական չի, դա Գյումրու քաղաքապետարանից սկսի, դա Գյումրու կներեք կամ Շիրակի մարզի, չգիտեմ, այլ բնակավայրից կամ Լոռուց կամ Սյունիքից, այստեղ խնդիրը նա է, որ դրանք մանր գործողության ականներ են։ Մեզ թվում է այդ process-ը շատ ավելի գլոբալ նախանշաններ պիտի ունենա, բայց դա այդպես չէ, երբ որ չկա լուրջ այնպիսի, չգիտեմ, տրիգեր, խթան, որը որ հենց հասարակությանը կարող է միանգամից ոտքի հանել, բայց այնուամենայնիվ ճիշտ դասավորված, բայց իշխանությունների թույլ տված կոպիտ ժողովրդի նկատմամբ իրենց արտահայտած վերաբերմունքին համապատասխան ստացած քվեները չեն կորչելու, այսինքն դրանք մնալու են որպես ականներ, իսկ բուն քաղաքապետի գործառույթները երբեք որևէ կերպ չեն ենթադրում ինչ-որ համապետական ցնցում, քաղաքական շարժ, որովհետև էլի եմ ասում իշխանության, կենտրոնական իշխանություններից համայնքի կառավարումը այնքան է կախված, ինչքան ասենք ծնողից անչափահաս իր երեխաներ։ Իսկ եթե խելոք չմնաս պայմանական խելոք էլ չմնաս, ուզեմ ասեմ, եթե իրենք ուզենան քաղաքապետին վնաստան, կարող են, բայց այնպես չի, որ հնարավոր չի աշխատել ընդդիմադիր քաղաքապետ, այդպես չի, ստեղ խնդիրը այլ է, թե դու քաղաքը կառավարում ես ճիշտ, ռացիոնալ, այսինքն դա արդեն ժողովրդի վստահության քվեն ու այդ լուր վստահությունն է թիկունքիդ այդ շունչը ունենալու, եթե դու լինես թույլ քաղաքապետ, եթե դու լինես ոչ ռացիոնալ այդ միջոցներ ծախսող քաղաքապետ, եթե քաղաքում փոփոխություններ չլինեն, իշխանությունը անիջանի դու այսպես թե թուլանար, հենց իշխանությունը հասկանա, որ դու նաև թույլ ես, ինքը կարողանա քեզ 2-3 ամսում տապալել։ Բայց միևնույն է, իշխանությունը պիտի աշխատես, ճիշտ եմ հասկանում։ Բնականաբար, եթե մերկը էլ նոր շեշտեցի սահմանադրության ու Հայաստանի օրենքներին համապատասխան ստանձնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական մարմին հանդիսացող թիմի գործառույթ, թիմ մարմնի ղեկավարի գործառույթ, բնականաբար այդ ոչ թե համագործակցություն, այլ դա աշխատանքային սովորական փոխհարաբերություններ են, որոնք մենք տեսնում ենք Այդտեղ նաև ընդդիմադիր իհարկե ընդդիմադիրը դու կարող ես քո քաղաքական հայացքները այլ տեղում դրսևորել, չգիտեմ ինչ, բայց դու համայնքապետարանի աշխատանքները կատարելիս դու կներեք, բայց սահմանադրությամբ ամրագրված նորմ կա, որ դու կատարում ես Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերը։ Եթե պարոն Ասայան, անգամ ընդունենք մի պահ, որ չգիտեմ, Գյումրու համայնքապետի տեխնացուների մեջ կամ հաղթած ուժերի մեջ կոնսենսուս չի լինում եւ այլն եւ այլն։ Մի խոսքով վերջում չգիտեմ ինչ կաշ է ստացվում, բայց հանդարտ եւ սահուն ընթացք չի ունենում։ Անկամ դրա հետ միասին կարող ենք մենք ֆիքսել, որ առնվազն առաջին փուլով այդ ձեր ասած ականները ժողովուրդը տեղադրեց ԿՊ-ի տակ։ Անկամ այս բուն զուտ ընտրական արդյունքով։ Ճիշտ թողնված գյուլեն ասեմ, գնդակն ասեմ, ճիշտ բաց թողնված գնդակը, եթե նույնիսկ գլխին չի կպել, այլ մարմնի այլ մասի հայտնի մարդ է դա ասել, էլի միևնույն է գլխում բան փոխում է, այսինքն գլուխը ես նկատի ունեմ վերին իշխանական օղակները, կառավարությունն ու իշխող ուժը, միևնույնն է այնտեղ տեղի ունենում փոփոխություններ, իսկ կներեք սատանան միշտ մանրուքների մեջ է, մեծ բաներում սատանայի մենք տեսքը չենք տեսնում, որովհետև սատանաները հիմնականում բարի տեսքով են, իսկ այ մանրուքների մեջ դրանք ճիշտ դասավորված ականներ են, երբ որ իշխանությունը կորցնում է տեղերում իր վստահությունը քաղաքացիների քվեն արհամարելով, միշտ հայտնվում է մերժվածի կարգավիճակ։ Սրա հակառակ կարծիքը կա այն առումով, պարոն Ասայան, միգուցե դա Վանաձորի ձեր ընտրությունների պարագայում էլ փորձենք հասկանալ, բայց նաև Գյումրի օրինակով, որ թիմ ընտրությունները
համապետականի, այսինքն մենք 26 թվականին եթե ամեն ինչ հանդարտ գնաց ոչ մի բան չավ, 26 թվականին գնում ենք խորհրդարանական ընտրությունների, չէ՞։ Չի կարելի ենթադրել, որ Գյումրիի ընտրությունների պատկերը կարող է լինել թիմ համապետականի ժամանակ, այն պարզ պատճառով, որ այստեղ մարդիկ կոնկրետ իրենց թաղերում ընտրում էին իրենց առաջնորդներին, պայմանական կամ չգիտեմ իրենց սիրած մարդկանց, իսկ համապետականի պարագայում կարող է լրիվ քվեարկության այլ տեսարանի ականատես լինեն։ Եթե համապետական ընտրությունները տեղի ունենան մոտակա ժամանակահատվածում, գուցե որոշակի արտացոլանք կլինի ոչ ուժերի դասավորվածության բուն տեսքով, այլ օպոզիցիայի դասավորվածության առումով։ Եթե դա մենք համարում ենք մի տարի, երկու ամիս հետո, այս երկրի վրայով այնքան հոսանքներ ու ջրեր են դեռ հոսելու, որ դա դժվար կանխագուշակելի եւ անշնորհակալ գործ կլինի ասել, ինչ արտացոլանք կստանա։ Հնարավոր է իշխանությունը այնպես կորցնի իր եւ վստահությունը եւ ինքն իրեն, որ ընդհանրապես ասենք ընդունենք եթե մյուս կիրակի ռեսուրս չունենան նույնիսկ 10-15% ձայն հավաքելու։ Հնարավոր է այլ պրոցեսներ։ Ընդունենք մյուս կիրակի ընտրությունները։ Մյուս կիրակի ընտրությունների վրա զուտ եթե մենք համարում ենք Facebook-ը որոշակի հասարակության արտացոլանք, ես չեմ համարում, ասենք կարծում եմ 5-10%-ից ավել ազդեցություն չունի, բայց եթե Facebook-յան հանրության մեջ նայենք կարող է ունենալ, բայց եթե ռեալ մեծ առումով չէ, բայց մակետիկ իրարման առումով կարող է ունենալ։ Ես հարցում էին նայում, մոտենում են միկրոֆոնով լրագրողները գյումրեցի մի պապիկի, ասում են, ինչ է կարծում, ընդդիմությունը կարողանա իր մեջ լեզու գտնել եւ ստանձնել քաղաքի կառավարումը, ոնց ինչ ընդդիմություն ասում, ընդդիմությունը չպետք է ստանձնի, ասում դե Վարդան Ղուկասյանն կուզեմ ասում որ լինի։ Իսկ ընկալումների խնդիր է։ Հա, տեղերում մի քիչ դժվար է բոլորին քաղաքականացնել, համայնքային ընտրությունները տրամաբանորեն եւ տրամագծորեն տարբերվում են համապետական ընտրություններից, որովհետեւ շատ քաղաքականացված չեն դառնում, եթե նույնիսկ Գյումրու քարոզարշավը նայենք 2-3 տեխնացու էր քաղաքական քարոզարշավ տանում, մնացածը ավելի շատ համայնքային խնդիրների բնակիչների հետ իրենց թաղերում, իրենց, չգիտեմ, գտնվելու վայրերում աշխատելու, հետեւաբար հենց բնակչությունն էլ այնքան քաղաքականացված չի, որ մենք կարողանանք դա հենց վերագրել բուն քաղաքական ակտիվ ինչ որ իրավագիտակցության եւ քաղաքացիների նաեւ մեջ այդ էներգիայի այլ փոխակերպումներին։ Բայց ամեն դեպքում կարող է իր հետքը թողնել, եթե շուտ մոտակա ժամանակահատվածում տեղի ունենա, ուղղակի այստեղ խնդիրը այլի մեջ է, եթե մենք դիտում ենք իրոք ընդդիմությունը միասնական ճիշտ դասավորված, ոչ թե միավորված, այլ միասնական ճիշտ դասավորված, շատ հնարավոր է թիրախային ձևով կարողանան արձանագրել հաջողություն։ Դա կարծում եմ բոլոր ընդդիմությունների եւ ընդդիմադիր կեցված բռնած մարդկանց համար կլինի լավ տարբերակ։ Իսկ եթե նորից ինչ որ մի օր միասնական ենք, մի օր միասնական չենք, մի օր ես ենք, մի օր ենք, այդ ռակուրսի մեջ որևէ ուժ չի կարող ինչ որ լուրջ հաջողություն։ Հետաքրքիր է, պարոն Ասլանյան, որ եթե մենակ մարզերին էլ չեմ կարող վերագրել, վերջը Երևանն է իր թաղերը ունի, իր թաղերում այսպես ավանդական թաղեր կան իրենց կանոններով, իրենց հեղինակություններով, հեղինակություն, որը մեզ քրեական նկատի չունեմ, մարդ հեղինակություն, որը ազդեցիկ է, խոսքը արդար է, ճշմարիտ է, ինչու մի այլ։ Ոնց է ստացվում, որ համապետական խնդիրները, ընդ որում շատ սուր դրված համապետական խնդիրները ստորադասվում են անձի նկատմամբ ունեցած սիմպաթիայից։ Կներեք, մենք գուցե մեր արժեհամակարգով քաղաքակրթական ինչ որ կոդերով եվրոպական որևէ բաներ ունենք, բայց քաղաքական մեր քաղաքագիտական մեր մտածելակերպերը արևելյան են, անձակենտրոն են։ Հիմնականում դա գալիս է դրանից, այսինքն մենք դեռևս չունենք բյուրեղացած քաղաքական համակարգ։ Օրինակ Ֆրանսիայում, Գերմանիայում կան ռեգիոններ, կան, չգիտեմ, ավանդաբար որ սոցիալիստներ են, ավանդաբար գիտեն, օրինակ, որ այստեղ միշտ հաղթում են կոմունիստները, այնտեղ հաղթում են, չգիտեմ, կանաչները եւ այլը եւ այլը։ Բայց այդ բյուրեղացումը դա մի քիչ ժամանակաշրջան է պահանջում, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան ճիշտ դիրքավորվեն, կարողանան հասկանան ովքեր են իրենց էլեկտորատը, հավաքեն այդ մարդկանց, թիմեր ստեղծեն, դա երկար process է, մեր մոտ հիմնականում սիտուացիոն, բացի, ասենք, վերջի 30 տարիների ավանդական
ազգային կուսակցություններից հանրապետական, դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն կայացվածության առումով, նույն եթե հաշվի առնենք նաև ԿՊ-ն, որ այսօր իշխող կուսակցությունն է, այսօր էլ եմ ասում, բյուրեղացվածություն չկա, սիտուատիվ որոշումներ կայացնելու վրային, այսինքն ուղղվածություններ, չգիտեմ։ Բայց այստեղ հարցը մի քիչ օրինակ Ֆրանսիայի Միացյալ Նահանգների պայմաններում այդ սրվածության դրված չի այնուամենայնիվ, որովհետև հանդարտ ընթացքի պայմաններում ծրագրերի բախում է։ Մեզ մոտ այս կամ այն ուժի ընտրությունը կամ այդ ուժի պարտությունը ուղիղ կապվում է Հայաստան պետության գոյություն ունենալու կամ չունենալու հետ, այս ծայրահեղությունն։ Մենք երկու տարբեր քաղաքական համակարգերից ենք խոսում։ Ամերիկան այնպես չի, որ այդ երկու կուսակցությունը կան։ Չէ, շատ են, բայց իրենք են տիրապետում։ Բայց տարիների, տասնամյակների ընթացքում բյուրեղացել են, այսինքն նույն դեմոկրատական կուսակցության շարքերում կամ հանրապետական կուսակցության շարքերում կարող լինեն այլ հոսանքի, այլ կուսակցությունների մարդիկ եւ Թեյ խմողների կուսակցություն։ Ուզում ասեմ, այդտեղ այսպես չի, այնտեղ բյուրեղացած է երկու մեծ հոսանքներին ու կարելի ասել ավանդական կոնսերվատիվ, որը հավարում է հանրապետական եւ ազատական լիբերալ, որը որ գրում է դեմոկրատական կուսակցությունը, դա իր մեջ ներառում է տարբեր նաեւ կուսակցախմբեր, տարբեր հոսանքներ, նույնը հանրապետականի դեպքում, բայց եվրոպական արժեհամակարգերում բացի Անգլիայից, որ հստակ ընդգծված 5, ասենք, մեծ կուսակցություններ կան, Եվրոպայում մի քիչ այլ է, օրինակ տարբեր երկրներում տարբեր էլի հոսանքավորում ունեցող, այսինքն իզմեր ունեցող կուսակցություններ են, բայց դրանք արդեն ավանդապես ձևավորվել են եւ այնպես չի, որ ասենք մեր իշխանությունները չկարողացան ըմբռնել եւ հասկանալ, որ տարբեր մոդիֆիկացիաներում, տարբեր կոնֆիգուրացիաներում կարող են լինել տարբեր քաղաքական իրենց նկատմամբ նույնիսկ ունեցած վերադասավորումներ, այսինքն միտեղ մի ուժը կարող է համայնքային մակարդակում լինել դիմություն, մի այլ տեղ լինել ընդդիմություն, ոչ թե իր վարվելակերպի առումով, այլ համայնքի գործնեության ոլորտներում եւ օրինակ շատ է լինում նույն Ֆրանսիայում կամ Գերմանիայում, ասենք կան, որ համայնքային ընտրություններում պարտվում են, համապետական ընտրություններում հաղթում են, ուզում ասեմ դա ոչ մի ցավագին երևույթ չի առաջանում դրանից, ինչպես մեր մոտ։ Դա մեր պարագայում էլ եղավ, բան հանրապետություն կուսակցությունը Երևանում դաշինքան քեզ կպետ, հետո ասած պետք համապետական առումով ընդդիմություն ենք, Երևանի առումով կոալիցիա ենք։ Եթե մենք դասական քաղաքագիտությամբ շարժվենք, ապա հա, բայց այստեղ դասական քաղաքագիտություն չկա, այստեղ կա շահի, քաղաքական շահի վրա հիմնված հաշվարկներ ուղղակի։ Պարոն Ասլանյան, շատ կենտրոնացան Գյումրիի ընտրությունների վրա։ Հիմա ձեզ որպես ներողություն պիտի ասեմ, թիմ մասնագետ եմ հարցնում, հա, եւ նաեւ թիմում ընտրական process-ների փորձառություն ունեցող մարդ։ Ու աչքատող արեցինք փարաքարի ընտրությունները, որտեղ իրականում ընդդիմությունն է, եթե մենք ընկալում ենք ապրել։ Ես աշխատող չեմ արել, ես դրան դեր կանդրադառնայի։ Հա, ուղիղ եւ հստակ ու համոզիչ հաղթանակ տարավ։ Այս քվեն, օրինակ ես փարաքարի ընտրությունները աչքաթող էի մի տեսակ արել, որտեղ քաղաքական չէի տեսնում այդ ընտրությունները, միջանձնային էի տեսնում, հա, բայց եթե հիմա արդեն կա այդ ընդդիմության հաղթանակը կա եւ այլն, այս քվեն հակաիշխանական քվեր, թե էլի անհատների քվեր։ Մենք հակաիշխանականությունն ու ռադիկալիզմը բերեք չխառնենք իրար հետ, բնականաբար հակաիշխանական քվեր, սա օպոզիցիոն քվեր եւ փարաքարում ի թիվս նաեւ այլ համայնքների, որտեղ հարամություններ, այդ ընտրական տեխնոլոգիաների խախտումներ, համայնքների նկատմամբ այդ թրաֆիկինգը, այդ իրենց բանեցրած դեստրուկտիվ քաղաքականությունը նաև փարաքարցիներն էին զգացել 2021, 23 եւ այլ թվականներին, երբ որ այնտեղ եթե չեմ սխալվում, պիտի 2 տարի, 2.5 տարի մի ուժ կառավարեր, հետո այնտեղ ինչ որ ավականի դուրս եկան եւ այլն, այսինքն կազմակերպեց այնպես, որ մյուս ուժի ներկայացուցիչը, կարծեմ ապրելու երկրի ներկայացուցիչը, որպեսզի չստանձնի համայնքապետի պաշտոնը եւ պրավալ տվեցին այդ ընտրությունները, գնացին նոր ընտրության, նպատակ կամ թիրախ ունենալով իրենց համար այդտեղ արձանագրել միանձնյա հաղթանակ, որը կներեք իրենց համար դարձավ թարս պարտություն։ Կապուտ։
պայմանական ասած։ Բայց այստեղ էլ ես նայում եմ դիտարկում եմ, տեսնում եմ, որ էլի այնուամենայնիվ այդ թաղային սիմպաթիաները, համայնքային սիմպաթիաները կան։ Ասենք Փարաքյան համայնքում գյուղական համայնքներ են եւ անձնավորվածությունը, ազգերը եւ այլ ավելի մեծ դերակատարում ունեն, այնտեղ եթե չեմ սխալվում, հիմնական ձայների բաշխվածությունը Փարաքյար եւ Մերձավան, այդտեղ էր մի տեխնացուն Մերձավանի վրա է Գրիգորյան, այո, հա։ Մյուսը Մերձավանի։ Պրովոկացիոն ասեմ, չգիտեմ, որքանով ճիշտ դա ձեզ տալը։ Քանի որ այդքան անձնավորված, ասենք, եթե օրինակ, հա, Հերոյանից Վալոդիա Գրիգորյանը ԿՊ-ով առաջադրվել, դա էլի նույն պատկերը մենք ունենայինք։ Չէ, բնականաբար չէ, Վալոդիա Գրիգորյանը կտաներ իրեն համակրող, անձնապես համակրողների ձայները, բայց իր դիրքավորումից կապված չէր տանի օպոզիցիոն նպատակներ, օպոզիցիոն գաղափարներ ունեցող քաղաքացիներ եւ տրամադրություններ ունեցող քաղաքացիների ձայները։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։ Հրավերս ընդունելու, այս թիմ խճճված պատմության մեջ, այսպես բան, Ես ամեն դեպքում իմ ոչ հույսը, ոչ հավատը չեմ կորցնում, որ այդ խճճված, գոնե այս փուլի խճճված պատմությունը շնորհիվ Մարտուն Գրիգորյանի կստանա ճիշտ անգուցալուծում։ Շնորհակալ եմ։ Իմ հյուրն էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը։